համահայկական աշխարհագրական ասոցիացիան ներկայացնում է։ Ծրագիրն իրականացվել է Հայաստանի Հանրապետության Սփյուռքի նախարարության աջակցությամբ։ Ծրագրի գործընկեր Հայկական բարեգործական ընդհանուր միություն։ Ծրագրի պաշտոնական գործընկեր Երևանի կոնյակի գործարան։ Մեկի համար բաժակը կիսով չափ դատարկ է, մյուսի համար կիսով չափ լեցուն։ Սակայն ընկերների հետ բարձրացված ամեն բաժակ միշտ լի է։ Նրանց համար, ովքեր մեր կյանքը լեցուն են դարձնում։ Իսրտե, Արարատ։ Ծրագրի գլխավոր գործընկեր Վիվասել MTS։ Իսկ դու գիտես սա ում արձանն է։ Սա հայազգի լավագույն տաղանդավոր դերասաններից մեկի Մեհեր Մկրտչյանի արձանն է։ Նա իսկապես հանջար է։ Իսկ նա գյումրեցի էր։ Իհարկե գյումրեցի էր։ Միայն արժանավոր մարդիկ կարող են դատել մեծ արժեքների մասին։ Վիվասել MTS։ Դու կապ ունես։ Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ, առաջին ալիքի եթերում մերոնք հաղորդաշարի հերթական թողարկումն է։ Հեռուստանախագծի շրջանակներում մենք ներկայացնում ենք անհատների կյանքն ու գործունեությունը։ Այսօր շեղվելով հիմնական ձևաչափից, ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Հայկական բարեգործական ընդհանուր միության գործունեության պատմությունը, որի գլխավոր նպատակը ամբողջ աշխարհում կրթության ու հայապահպանության խնդիրների կարգավորումն է։ Հանդիսանալով Սփյուռքի հայկական ամենախոշոր կազմակերպությունը, այն նպաստում է հայկական ժառանգության եւ ինքնության պահպանմանը կրթական, մարդասիրական եւ մշակութային ծրագրերի միջոցով։ 2016 թվականին միությունը նշում էր իր գործունեության 110-ամյակը։ Հզոր հայրենիքը ամենակարևոր ուժն է մեր հայազգին։ Եվ այսօր մեր բուն աշխատանքը պետք է լա կաչալերել բոլոր հայությունը իր պետք եղած ներդրումները բերեն հայրենիքի մեջ, որ տնտեսական վիճակը զորանա։ Քան որ եթե տնտեսական վիճակը չի բարելավի, դժվարություններ բիճարնագեն։ Նույն ցևով Սփյուռքի մեջ այսօր ամենամեծ մեր մտահոգությունը նշмарեցինք, որ մանավանդ վերջին 10 տարիներու ընթացքին արևմտյան թե արևելյան աշխարհի մեջ, լա ամերիկաներու մեջ, լա Եվրոպա, լա Ռուսաստան այսօր սերունդ ունենք, որ հաջող սերունդ է, որ երթալեն գերանա ինքնությունեն։ Մասամբ այսինքն մեր մտահոգությունն է Սփյուռքի արտակարգը։ Ուրեմն ինչպես է ծրագրեր մշակել, որ հրաբուրել աներասարտները որ գերանան եւ անոնց հրաբուրելու համար ամենակարևորը հզոր հայրենիքի ներկայությունն է։ Հոբելյանական միջոցառումներ անցկացվեցին մի շարք երկրներում։ Հայաստանյան միջոցառումները տեղի ունեցան դեկտեմբերի 1-ից 5-ը։ Հայկական բարեգործական ընդհանուր միությունը մեկ հարկի տակ էր հավաքել գործընկեր կազմակերպություններին, հայտնելու իր երախտիկը տարիների սերտ համագործակցության համար։ Կազմակերպված մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացվեցին բարեգործականի 110-ամյա գործունեության հիմնական ձեռքբերումները և հետագա ծրագրերը։ Ընդհանուր միության նախագծերից մեկի վիրտուալ համալսարանի միջոցով ներկաներին ցուցադրվեց 10 տարի առաջ պատրաստված Հայկական բարեգործական ընդհանուր միության 100-ամյա պատմություն գրքի էլեկտրոնային տարբերակը։ Բնօրինակի հեղինակներ Ռայմոնդ Գևորգյանը եւ Վահե Թաշչյանը լուսանկարների եւ տեքստի միջոցով ամփոփել էին կառույցի մեկդարյա պատմությունը։ Մեզի համար գլոբալը շատ կարևոր է, որ ամեն հայ աշխարհի մեջ մեր 10 միլիոն հայերը պետք է գտնան օգտվել մեր այս հայկական բարեգործական միության ըրած աշխատանքները։ Ուրեմն չենք ուզում մեզի սահմանել դերիմը, հատվածիմը, մասնագի խումբիմը, այլ պետք է լանք ընդհանրական ամենուն համցենք։ Անոմայ որ օրինակ այս քիրքը ինտերնետով է որ գահացնենք, բոլոր տեսակ ամեն դեղ գտնվող հայերուն համար։ Մասնակիցները հնարավորություն ունեին նաև տեսնելու լուսանկարչական աշխատանքներ, որոնք ներկայացվեցին Snapshot 110 ցուցահանդեսի շրջանակներում։
Նույն օրը տոնական միջոցառումները շարունակվեցին օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում, որտեղ ցուցադրվեց հոգիս երաժշտական պարային ներկայացումը։ Ներգային բազմաթիվ ուրեմն մեր անդամներ են, գործընկերներ են, բարոն նախագահը ներկա էր, որոշ նախարարներ այսինքն ներկային եւ ամենան հայոց կաթողիկոս վեհապարդերը ներկա էր։ Այս ուրեմն ներկայացումը կատարեցին մեր հայորդաց դան երեխաները, մոտավորապես 70 երեխաներ, եւ Թումոյի աշակերտները, մոտավորապես 20-30 աշակերտներ միասնապար կատարեցին այս հոգիսի ընդհանուր պատկերը, որը ներկայացներ մեր հայ ազգի ուրեմն պատմությունը։ Հայկական բարեգործականի հոբելյանական միջոցառումները շարունակվեցին դեկտեմբերի 3-ին։ Այդ օրն իրականացվեց զրույցներ վարչապետ Կարեն Կարապետյանի հետ ծրագիրը։ Տեսակի մեջ եզակի այս նախաձեռնությունը գրավեց ողջ հայ հանրության ուշադրությունը։ Հայկական բարեգործական ընդհանուր միության նախագահ Պերճ Սեդրակյանը ուրբաթ օրը 3 ասել է, որ այսօր առավել քան երբևէ Հայաստանը եւ Սփյուռքը ստիպված են միասնական աշխատել։ Նրա խոսքով, եթե Սփյուռքը թիկունք չլինի իր հայրենիքին, մեր ապագան վտանգված կլինի։ Ինչ դեր է խաղում եւ ինչ դեր կարող է խաղալ Սփյուռքը Հայաստանի զարգացման մեջ։ Պարոն Սեդրակյանի հայտարարության հետ միջև վերջ համաձայն եմ։ Հայաստանը առանց Սփյուռքի մասնակցության կարող է զարգանալ, կարող է գոյատևել, կարող է ապրել։ Այո։ Սփյուռքահայության հետ հավանականությունը, հնարավորությունները կրկնապատկվում են, տասնապատկվում են եւ այլն, իհարկե այո, ինչու դա չօգտագործել։ Մենք պետք է ստեղծենք արդար, մրցունակ, հավասար պայմաններ գործարար մարդու, աշխատող մարդու համար։ Այս պահին դա միայն դա բավարար է, որպեսզի մեր տնտեսությունը աշխուժանա։ Մենք կարծում ենք, որ ոչ այնքան, եւ մենք պատրաստ ենք մեր վրա վերցնելու որոշակի խթանողի դերակատարում։ Այսինքն մենք փորձենք պետությունը իմ պատկերացմամբ շատ դեպքերում ոչ իր գործառույթի մեջ մտնի, բիզնեսի հետ համատեղ մասնակցենք։ Դա տարբեր ձևեր ունի, տարբեր բանաձևեր ունի, որպեսզի բիզնեսը աշխուժանա, բիզնեսը ոգևորվի եւ հավատա։ Մենք ունենք ֆանտաստիկ պոտենցիալ։ Ամենամեծ պոտենցիալը մարդկային կապիտալն է։ Եվ մենք երբ որ խոսում ենք, դա ընդունված է Սփյուռք, Հայաստան, Արցախ, պետք է համագործակցենք, դա ուղղակի խիստ անհրաժեշտ բան է։ Մենք ունեցանք շատ հետաքրքիր ուրեմն հանդիպումը բարոն վարչապետի հետ միասին, որը նախ իրեն շնորհակալություն կհայտնենք, որ ընդունեց մեր հրավերը եւ այն հանդիպումը ուրեմն live stream-ի միջոցով մենք հեռարձակեցինք բոլոր մեր ուրեմն Սփյուռքի մասնաճյուղերուն եւ պետք է ասել, որ տասնյակ հազարավոր մարդիկ այն հանդիպումը նայեցին հետաքրքրությամբ, որովհետեւ այսօր պարոն վարչապետը եւ իր հայտարարած ծրագիրները ըլլա Հայաստանի ժողովրդին, ըլլա Սփյուռքի մեր սփյուռքահայ ուրեմն համայնքներուն որոշ վստահություն կտա։ Մենք ուզեցինք, որ այն վստահությունը ավելի հիմնավորված ըլլա։ Մարդիկ իրենց հարցումները հարցուցին, ըլլա Facebook-ի, ըլլա Twitter-ի միջոցով եւ բարոն վարչապետը շատ բաց եւ շատ անգեղծ ձևով բոլոր հարցերուն պատասխանեց եւ այն հարցերը, որը ինքը հանդիպումին ընթացքին չգրցավ պատասխանել, խոստացավ, որ բոլոր հարցերը իր ուրեմն քրասենյակի միջոցով գանտրատարնան եւ կպատասխանեն։ Ես կարծեմ, որ այս հանդիպումը շատ թրագան եւ շատ կարեւոր մեսեջ ուներ, որ այսինքն մեր ազգը ամբողջ ազգը հետաքրքրված է Հայաստանի փառքավաճման, Հայաստանի հզորացման եւ Հայաստանի եւ Արցախի ուրեմն ապահովության մասին։
Եվ ապացույցը ան էր, որ դասնյակ հազարավոր մարդիկ հետևեցան այս հանդիպումին։ Ծրագիրն իրականացվել է Հայաստանի Հանրապետության Սփյուռքի նախարարության աջակցությամբ։ Ծրագրի պաշտոնական գործընկեր Երևանի կոնյակի գործարան։ Քանի որ բոլորս գիտենք, բոլոր սուրբ կենացները, դա ծնողների կենացն է, զավակների կենացն է, դա մեր թոռների և ծորների կենացն է, դա մեր հարազատների և մտերիմների կենացն է, դա մեր հեռու բարեկամների կենացն է, նրանց ողջություն ցանկանալով, բայց այդ ամեն ինչը սկսվում է սիրուց, ես ուզում եմ գավաթ բարձրացնել հանուն սիրո, քանի որ ես չեմ խմում, ես արբած եմ սիրով, քանի որ ես չեմ խմում, ուրեմն ես ինքս արբում եմ արդեն սիրելուց, իմ սիրելուց, քանի որ ես չեմ խմում, ես հարբում եմ նրանից, որ ես վայելում եմ սերը իմ նկատմամբ, քանի որ ես չեմ խմում, ես ուրախ եմ, որ իմ սերը հանդեպ հայությունը, հանդեպ հայրենիքը, հանդեպ Երևանը, հանդեպ ամեն մեր մի քաղաքի փոքրիկ մի անկյունը, բոլորինս է, ուրեմն ես գավաթ եմ բարձրացնում մեր բոլորի սիրո կենացը, անմար լինի մեր սերը, մեր շրջապատի, մեր հայրենիքի, մեր ժողովրդի, մեր քաղաքի և մեր չտեսնված կոնյակի նկատմամբ։ Ողջ լինեք։ Ծրագրի գլխավոր գործընկեր Vivassel MTS։ Կյանքն ընտրություն է։ Որտեղ անցկացնել արձակուրդը։ Ընտրել պրակտիկը, թե նորաձևը։ Օգտակարը, թե համեղը։ Մասնագիտության ընտրությունը։ Հաջորդ քայլի ընտրությունը։ Որ դուռը բացել։ Ընտրիր քո տարբերակը։ Vivassel MTS, Հայաստանում 4G ցանցի առաջատար օպերատոր։ Հայկական բարեգործականի կենսագրության մեջ նորեջ բացվեց Արցախի անկախացումով։ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը դարձավ երիտասարդական, կրթական, մարդասիրական եւ այլ ծավալուն նախագծերի իրականացման վայր։ Կազմակերպության 110-ամյակի առթիվ իրականացվեց «Օգնենք Արցախին» ծրագիրը, որի շրջանակներում Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարությանը նվիրաբերվեցին ժամանակակից բուժսարքավորումներ։ Նույն օրը նախատեսված էր եւս մեկ միջոցառում։ Աջակցություն Սիրիահայերին ծրագրի շրջանակներում Բարեգործական միության Վահե Կարապետյան կենտրոնում տեղի ունեցավ Հայաստանում ապրող սիրիահայերի համար նախատեսված բժշկական սպասարկման կենտրոնի պաշտոնական բացումը։ Ընդհանուր միության մարդասիրական առաքելության շրջանակներում այստեղ սիրիահայերին անվճար կմատուցվի բժշկական խորհրդատվություն, ակնաբուժության, մանկաբուժության, սրտաբանական եւ գինեկոլոգիական ծառայություններ։ Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոնի տնօրեն Լենա Հալաջյանը, Հայկական բարեգործական ընդհանուր միության նվիրյալ անդամ Արուշ Եսայանը եւ Կլաուդիա Նազարյան նորաբաց կլինիկայի բժիշկները միության կողմից արժանացան հուշանվերների։ Միության հոբելյանը շատ կարևոր հանդիսություններով տեղի ունեցան տարբեր երկրներում, Հարավային Ամերիկայում, Հյուսիսային Ամերիկայում, վերջերս նույնիսկ վիրավոր եւ պատերազմական Հալեբում շատ բարձր մագարտակի դոնահանդես կազմակերպեց միության 110-ամյակին նվիրված։ Այս Երևանում տեղի ունեցած հանդիսությունների ավարտից հետո մենք կարևոր եւ իսկապես պատմական մի նվեր ստացանք։
Ցեղասպանության թանգարան ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանի ջանքերով հայտնաբերվեցին եւ ձեռք բերվեցին սփյուռքահայ բարերար Գաբրիել Ջեմբերջյանի աջակցությամբ ձեռք բերվեցին երկու կարևոր փաստաթղթեր։ Առաջինը դա հայկական բարեգործական ընդհանուր միության առաջին պատմական փաստաթուղթն է, որ կոչվում է հրավեր առ համորեն հայս։ Այդ կոչը իսկապես այսօր էլ է այժմիական, որտեղ գոչ էր անում ողջ հայության անդամագրվել եւ մասնակցել հայկական բարեգործական ընդհանուր միության ազգանվեր գործունեությանը։ Երկրորդ փաստաթուղթը դարձյալ իսկական օրինակն է, ստորագրված նույն ինքն Բողոս Նուբար-Փաշայի կողմից, որտեղ գոչ էր անում եգիպտահայությանը ակտիվորեն մասնակցել միության աշխատանքներին եւ հիմնել մասնաճյուղ։ Այս երկու փաստաթղթերը խորհրդանշական են, ինչպես ասացի, կարծես թե մեր 110-ամյա Հոբելյանի եզրափակիչ ֆոնի վրա գալիս գտնում ենք մի երկու փաստաթուղթ, որոնք նույնպես բովանդակում են գոչ անդամագրվելու եւ միանալու հայկական բարեգործական ընդհանուր միության համահայկական առաքելությանը։ Մենք իսկ խորին շնորհակալություն ենք հայտնում եւ Հայկ Տեմոյանին եւ Գաբրիել Ջեմբերջյանին այդ երկու պատմական հազվագյուտ փաստաթղթերը մեզ նվիրաբերելու, որը մենք կպահպանենք մեծագույն բծախնդրությամբ եւ ուշադրությամբ։ Դարետարսներ անշուշտ ուրախության առիթներ են, բայց ավելի կարևորը առիթը կստեղծեն, որ իդ վերականգնեք ձեր ընդհանրությունը, վերարժեքավորեք, որտեւի ուր գերտանք, ինչ է աբակադեսիլ, քանի որ դարերու ընթացքին մանավանդ այսպիսի աշխարհի մեջ կաբրիկ, որ փոփոխությունները շատ արագ կերտան։ Եթե նայեք մեր ազգային պատմության մեջ մանավանդ Սփյուռքի վերջին 10 դարերուն միջին արևելքի մեջ եղած փոփոխությունները եւ զանազան դժվարությունները լա հայրենիքի մեջ, լա Սփյուռքի մեջ առիթը կդրվի, որ իդ վերականգնենք, որ արդյոք մեր քաղաքացիությունն ունենա, բայց ծրագիրները համապատասխան են օրվա պահանջներուն։